24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հասարակական գործիչ բժիշկ Հայկ Մանասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Երեք տեղեկացանք, որ խաղաղության համաձայնագիրը արդեն պատրաստ է, կողմերը համաձայնության են եկել եւ մնում է միայն ստորագրվի, ժամն ու տեղը պետք է պայմանավորվեն, եւ այս ֆոնին մենք տեսանք Ադրբեջանի նախագահի խորհրդականի հայտարարությունները, նա փոխհատուցումներից է խոսում եւ այլն այս խաղաղության ֆոնին։ Եվ այսօր էլ փոխարտգործնախարարը Ադրբեջանի ասել է, որ տեղի եւ ժամի մասին դեռևս շուտ է խոսել, բայց ամեն դեպքում խաղաղության համաձայնագրի կետերը համաձայնեցված են։ Ինչ է լինելու հաջորդը։ Ինչ սպասենք։ Սպասենք Ալիև Փաշինյան հետաքրքիր ավանտյուր է, որում պիտի այս խաղաղության համաձայնագրի ստորագրումը իբրև խաղաղության օրակարգ Նիկոլ Փաշինյանի ձեռքում դառնա նախընտրական քարոզարշավի գործիք եւ առաջիկա ընտրություններում դրանք կլինեն հերթական թե արտահերթ ժամանակը շուտով ցույց կտա, շուտով Նիկոլ Փաշինյանը պիտի որ դա խաղարկի, ասի եկեք ինձ ընտրեք, որ ես տեսեք հեսա խաղաղության պայմանագիր եմ կնքում, թեև նա կարա դա հենց հիմա էլ Ալիևի հետ համաձայնեցնի եւ կնքի։ Պիտի ասի եկեք ինձ ընտրեք, որ գնամ կնքեմ այդ պայմանագիրը։ Այ եթե ինձ չընտրեք, ես կգան ես ռազմաշունչ, մարտաշունչ, բոցաշունչ կոչերով մյուսները եւ ժողովուրդ ջան, ձեզնից այս ձեր ոտքերի տակից այս խաղաղությունը կտանեն։ Ինձ թվում է սա է լինելու։ Ու Նիկոլ Փաշինյանը կարա հենց նույն բանը ոչ թե հայերին ասի, այլ Ալիևին ասի, որ եթե դու ուզում ես, արի դե ստորագրի, որտեվ ես կարողա մի տարի հետո չլինեմ։ Իշխանություն չլինեմ, ինձ չընտրեն։ Դե արի քանի քեզ հարմար իշխանությունը Հայաստանում, արի ստորագրենք։ Բայց ինձ թվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը Ալիևին սա դեմ կտա, որ ես մի տարի հետո գուցե չլինեմ, արի ես մի տարվա ընթացքում տեղն ու ժամն ասա ստորագրենք, այլ հակառակն է լինելու։ Գալու է հայ ժողովրդին ասի, դեմ տա, մեզ է դեմ տալու, որ եկեք ինձ ընտրեք, որ ես այս խաղաղության պայմանագիրը ստորագրեմ, այն մյուսներին չընտրեք, ես եմ ստորագրել։ Այսինքն հիմա չի ստորագրվի, կսպասեն ընտրություններին կամ արտահերթ ընտրություններ հնարավոր է անեն, կարծում եք։ Օրինակ, թե արտահերթ թե հերթական, կրկնում եմ, եթե դա ասեցին, որ ընտրություններից հետո ենք ստորագրելու, եկեք Նիկոլին ընտրեք, որ նոր, դա ուրեմն Ալիև Փաշինյան դավադրությունն է Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին։ Եթե այդպես եղավ, եթե սա դավադրություն չի, ուրեմն Փաշինյանը թող Ալիևն էլ թող համաձայնվի, Փաշինյանն էլ թող պնդի, որ քանի հարմար պահն է, արի ստորագրենք, թե չէ հետո ես այսօր կամ վաղը չկամ։ Նիկոլ Փաշինյանը դա կարա ասի, Նիկոլ Փաշինյանից լավ հարմար Ալիևի համար ոչ ոք չի գալու։ Ոչ ոք։ Հիմա եթե դա իրոք մեր գլխին դավադրություն չեն կազմակերպում երկու ղեկավարներով, թող գնան ստորագրեն, հարց չկա։ Թող գնան ստորագրեն, աչքս տենա, որ ստորագրում են։ Դու կարծում եք միայն ընտրությունների համար այդ պայմանագիրը ստորագրվում։ Ոչ միայն, ես կարծում եմ նախ այդ պայմանագիրը նախ չի ստորագրվում։ Սկսենք դրանից, չի ստորագրվում։ Այդ պայմանագիրը համաձայնեցված է, այո, բոլոր կետերը։ Նշանակում է լուր, չէ, լուր, համաձայնեցված է։ Այդ լուրը Ալիևը պիտի օգտագործի իր օգտին, թե Հայաստանին ստիպեցի 17 կետերին համաձայնվեն։ Նիկոլ Փաշինյանը պիտի օգտագործի իր օգտին։ Այդ լուրը հիմա երկուսն է խաղարկելու են, ամեն մեկ իր ժողովրդի վրա, բայց մեր վրա խաղարկելը դա շատ ծանր է նստելու։ Հիմա տեսնենք ինչ կլինի։ Ես ասացի պայմանը։ Սևն ու սպիտակը դրանով են որոշելու ու շատ իր կրկնեմ, ոնց են դիֆերենցում, զանազանում։ Եթե ստորագրեցին մինչև Հայաստանում ընտրությունները, հերթական արտահերթ կապ չունի։ Մինչև ընտրությունները եթե ստորագրեցին, ուրեմն իրոք ինչ որ բան էին համաձայնվել եւ իրոք Ալիևն ու Նիկոլը ուզում են բան ստորագրեն։ Խաղաղության պայմանագիր։ Եթե եկան ասացին, որ սա պետք է լինի Նիկոլի ընտրությունից վերընտրվելուց հետո, ժողովուրդ ջան, վերընտրեք Նիկոլին, որ սա ստորագրվի, ուրեմն դա Ալիևի եւ Փաշինյանի միջև լուր համաձայնությամբ, բանավոր պայմանավորված համաձայնությամբ, չգիտեմ,
իրենց միջև կայացած համաձայնություն, դավադրությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին։ Իսկ միգուցե իսկապես շուտ, երբ որ կնքվի պայմանագիրը, ընտրությունների ժամանակ դա Փաշինյանը ցույց տա որպես ձեռքբերում, ինչպես արդեն իր աշխատակազմի ղեկավարն էր ասում, որ նա միակ դուխով ղեկավարն է, որ կարողացել է այդ հարցը լուծել։ Եվ ժողովրդին ասի, տեսեք, ես պայմանագիրը կնքել եմ, խաղաղության եմ հասել։ Ինձ ընտրեք։ Ես իմ անալիզի, իմ վերլուծությունը այդքան էլ դրան չի հավատում։ Ես ավելի նենք բաներ եմ տեսնում առաջիկայում։ Դե թող տենց անեն։ Թող ստորագրի, ընտրություններին էլ վեր կենա ասի, ես խաղաղության պայմանագիր եմ ստորագրել։ Թող անի։ Տեսնենք, ապրենք, տեսնենք։ Իսկ ձեզ հասկանալի է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի պահվածքը այս ֆոնին, երբ խոսվում է մի կողմից, որ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է բոլոր կետերը եւ այլն կարող ենք ստորագրել, մյուս կողմից Ադրբեջանի նախագահի խորհրդականն ասում է, բայց Հայաստանը թող հիշի սահմանադրության մասին փոփոխության, փոխհատուցում պետք է տա 30 տարի մեր տարածքներն օկուպացրել է։ Ասում է պահանջները կամ պիտի փոխհատուցում տա, կամ պիտի պահանջները հետ կանչենք երկուսս էլ միջազգային ատյաններից։ Չէ, դրանք առանձին քննարկման ասում է թեմաները։ Չէ, եթե միջազգային ատյաններից հետ է կանչում, էլ ի՞նչ փոխհատուցում։ Փոխհատուցումը մտնում է այն բանի տակ, որ ինքը պետք է միջազգային ատյաններ բողոքով դիմի ասի Հայաստանը սենց բան արել, պետք է փոխհատուցեն։ Եթե համ հետ են կանչում, համ էլ ինքը իր կողմից փոխհատուցում է ուզում, դե ինքը կարա այդպիսի բան անի։ Ընդհանրապես ես այստեղ գիտեք, եկեք միջև այս կետ-կետ անդրադառնալը, մինչև կետ-կետ անդրադառնալը, մի հատ ընդհանուր Ադրբեջանի դիրքորոշմանը, հա, ընդհանուր, առանձին կետերին չմոտենանք, եթե հետաքրքիր է կքննարկենք։ Տեսեք, Ադրբեջանին երկու բան պետք չի, որ Հայաստանում լինի։ Երկու շատ կարևոր բան Ադրբեջանին խանգարելու է առաջիկայում, հետագայում Ալիևին, հա, կոնկրետ Ալիևին, եթե ոչ Ադրբեջանին։ Ալիևին խանգարելու երկու բան։ Մեկ, խանգարելու է նրան, որ Հայաստանում կգան այնպիսի ուժեր, ովքեր կպատրաստեն բանակ, կպատրաստեն դիմադրություն ու կկարողանան Ադրբեջանի այս շանտաժներին չտրվել։ Կախվածությունը ադրբեջանական քմահաճույքից կփոկեն, կախվածությունը ուրեմն կվերացնեն, հա, կչեզոքացնեն, կասեն վերադարձի ելմանկետեր, միգուցե նույնիսկ Ղարաբաղի հարցում ավելի շուտ վերադարձի հարց բարձրացնեն, թեև Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ վերադարձի հարցը, մի խոսքով, միայն կարելի է վերադարձի հարց խոսալ, կարգավիճակի մասին խոսալն ավելորդ է։ Մի այսպիսի արտահայտություն արեց, բայց համենայնպես այդ վերադարձի քննարկում նույնիսկ կարա լինի, չնայած նրանք էլ իրանց հերթին են վերադարձի քննարկում բացելու, բայց մի խոսքով մի խնդիր է, որ այստեղ կարող են գան մարդիկ, ովքեր չեն գնա այսպես կառուցողական խաղաղության դարաշրջան բանը, կոչերով, ավելի կլինեն սուվերենությունը պնդող։ Երկրորդը Ալիևի համար սարսափելի, սրանից ավելի սարսափելի է, եթե Հայաստանում կան ուժեր, որոնք ոչ թե ավտոկրատ կամ ավտորիտար իշխանություն են, այլ դեմոկրատիա են բերելու։ Դեմոկրատիա այն իմաստով, որ ժողովուրդը մասնակցելու է քաղաքականությանը, ազատ շուկան կարգավորելու է տնտեսական հարաբերությունները, անհատի իրավունքները լինելու են այնքան բարձր մակարդակի վրա, որ նախանձելու են Ադրբեջանից, նայելու են, ասելու են հլը սրանց տես, պատերազմը պարտվեցին, ոնց որ Գերմանիային էին նախանձում Ռուսաստանը, հա, սովետները, նայում են, ասում են հլը սրանց տես, կամ Ճապոնիային էին նախանձում, չգիտեմ, ասենք էլի նույն սովետները, որ հլը սրանց տես, համ պարտվեցին, համ հլը ինչ թռիչքի են հասել։ Սա նույնպես Ալիևի համար ընդունելի չի։ Այսինքն նա երկու բան պիտի ապահովի։ Չթողնի գան ռազմական ազգայնական ուժեր եւ չթողնի գան իրականում ունակ կարող ժողովրդավարական ուժեր, ազատ մտածող, անհնազանդների հանրություն չպիտի թողնի ձևավորվի։ Այս երկուսին հակակշիռ այսօր Նիկոլ Փաշինյանն է, որ խաղաղության դարաշրջանը քարոզում իբրև թե եւ որևիցե տնտեսական, ժողովրդավարական, որևիցե լուրջ ինստիտուտ, որևիցե լուրջ պետական կառավարման համակարգ, որևիցե լուրջ տեղական ինքնակառավարման անկախություն կամ ինքնավարություն, հա, հենց հիմա տեղի ունի տեղական ինքնակառավարման ընտրություններ եւ ինքը առաջ չսկսած քարոզարշավ ինքը ելույթ է ունենում վարչապետ հալին խառնվում է տեղական ինքնակառավարման ուրեմն քարոզարշավին, քարոզարշավը չսկսած, կամ այնտեղ որտեղ իրենց մրցակիցներն են հաղթել, նրանց ձերբակալեն, ինչ որ քրեական հետապնդման ենթարկել, հետո ինչ որ մեկ ուրիշին բերել իրենց ցանկալի մարդուն դրել տեղական ինքնակառավարություն, պետական եւ տեղական ինքնակառավարման ապարատում
մեծ խնդիրներով, այսպես դիոլա գնացող Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար ամենահարմարն է։ Ամենահարմարն է։ Եվ նա ամեն ինչ անելու է, որ այս վիճակը մեզ մոտ հնարավորինս երկար տևի, շարունակվի։ Նիկոլ Փաշինյանն էլ ամեն ինչ անելու է, որ սա տևի, որովհետև արդեն մեծամոլականով տարել է իրան, որ սա ինքը նոր սահմանադրություն է բերելու, 4-րդ հանրապետությունն է հիմնել, տարել է, պատմության մեջ ինքը ուզում է մնա։ Իրական Հայաստան է կերտում։ Դա իրական Հայաստանը հենց այդ իր մեծամոլականն է, բայց դա ավելի շուտ իրական Ադրբեջանն է ինքը կերտում։ Այդ իրական Հայաստանը վերցեք, ինքը իրական Ադրբեջանն է։ Ինչ տարբերություն իրական Հայաստանի կոնցեպտը, ինչով իրական Ադրբեջան չի։ Ադրբեջանի որ թանին է թթու ասում, որ կետով օրինակ դա իր վերցրեք հաթաթ նայեք, ինչ կա այդ ամեն ինչի մեջ, դա ավելի շուտ իրական Ադրբեջանը, քան թե իրական Հայաստան։ Հետևաբար այս երկուսը թույլ չտալու համար էլի Ալիևը ձգտելու է, որ լինի Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար իրանց այդ կետերը, որ իրանք բերում են մշտապես այնպիսի կետեր, որոնք հայազգին ոչ թե զարթոնքի գծի վրա, այլ այսպես ճլորած, այսպես նվաստացած, այսպես հավեսները փախած, ընկճախտով համակված, այս վիճակի մեջ են դնելու, որովհետև այս վիճակում է երաշխավորված, որ նրանք չեն ուզենա, չեն համարձակվի ինքնուրույն պաշտպանություն, բանակ եւ ներքին ամուր կառուցվածքներ, ժողովրդավարություն, ազատ շուկա, մարդու իրավունքներ, կառավարման պետական համակարգի, այսպես ճկուն, հմուտ մեխանիզմներ, այս սրանց չի դիմի ժողովուրդը այս ընկճախտի դեպքում եւ մնացած իրանց պահանջները այդ 17 կետին ավելացրած պահանջներ են 17 կետ համաձայնեցրել են իբրև թե բայց այնտեղ հենց հաջորդ օրը երկու կետ արդեն ավելացնում են։ Այո, եւ բացի այդ կան հարցեր կարևորագույն, որոնք խնդրահարույց են եւ անընդհատ կարող են ռազմական գործողությունների առի դառնալ, որոնք խաղաղության պայմանագրից առանձնացված են։ Օրինակ սահմանազատման հարցը, չէ, դա ճանապարհների ապաշրջափակման հարցը, բայց դեպքում խաղաղության պայմանագրի մեջ ի՞նչն են կամենում։ Դա լավ է, որ ճանապարհների ապաշրջափակումը խաղաղության պայմանագրի մեջ չի, շատ լավ է։ Ինչու է լավ։ Բայց դա նաև խնդիրների առարկա է դառնալու։ Հիմա կարող եմ արդեն ազատ դրա մասին խոսալ։ Ուրեմն տեսեք, եթե ճանապարհների ապաշրջափակումը դու դնում ես խաղաղության պայմանագրի մեջ, վաղը չէ մյուս օր ինչ որ ճանապարհային ինցիդենտ բան կամ միտեղ դու փակեցիր, ասեցիր, ստեղով չպետք է անցնես, դու արդեն ոտնձգություն ես անում են խաղաղության պայմանագրին։ Հասկանում եք ոնց։ Դու քեզ հիշեցնելու են, որ ընկեր խաղաղության պայման մենք խաղաղություն ենք կնքել այս պայմանով։ Հիմա դու հրաժարվում ես այդ կետերից որևիցե մեկից։ Ես կհարցակվեմ։ Դու չես թողում ես քո տարածքով գնամ գամ։ Ես կհարցակվեմ։ Իսկ եթե դրանք առանձնացված են այդ խաղաղության, չգիտեմ, հարաբերությունների կարգավորման պայմանագրից ճանապարհների հարցը, ապա սա առանձին ինքնուրույն ապրող process է, ինքնուրույն ապրող խնդրեմ է, որը ավելի մեծ սուվերենությունը մի խոսքով մեծ է այնքան ինչքան ստեղ քիչ կետեր կան, որովհետև Ադրբեջանը իր ուզածը մեկը զենքով գոնե առաջիկա տարիներին զենքով իր ուզածը անելու է, եթե իրան ինչ որ բան դուր չեկա։ Անկախ նրանից պայմանագիրը դու հղում ես անելու ինչ որ պայմանագրերի, միջազգային ատյանների, մյուսին։ Ադրբեջանին պետքա, այսինքն այդ թղթի վրա ինչ որ բան գրածը իրանց շատ չի կանգնացնելու։ Իհարկե դա որոշակի զսպման մեխանիզմ է, բայց ավելի լավ կլինի, որ հնարավորինս պայմանագրի հետ քիչ կապ ունենա մեր տարածքները, մեր ճանապարհները եւ այլն։ Այդտեղ պետք է լինեն այնպիսի դեկլարատիվ կետեր այդ պայմանագրում, ինչպիսին միջազգային իրավունքն է։ Տարածքների ամբողջականություն, ներքին գործերին չխառնվել, այնպես ինչպիսի միջազգային իրավունքի սկզբունքներն են, այդպիսի բաներ պիտի գրած լինի։ Միջազգային իրավունքի սկզբունքներում տես բան չկա, որ քո տերիտորիայով գնալ գալը ճանապարհների ապաշրջափակում ինչ որ պարտադիր պայման է քո համար, չէ։ Դա լավ է, որ դուրս է, առանձին է։ Դա շատ կարևոր է, որ առանձին է։ Եթե դա էլ մտցնեին այս ամեն ինչի մեջ, այդ դեպքում դա չնայած հիմա էլ դա պարտվածի, այսպես ծնկի եկածի դիրքերից ես դու ստորագրում, բայց արդեն բացարձակ նսեմացում կլներ, եթե սա էլ սրա մեջ մտցրած։ Ուղղակի խնդիրն այն է, որ ժողովուրդը ուրախանում է, որ վերջապես խաղաղության պայմանագիր կկնքվի, բայց դրա զուգահեռ այնպիսի գործընթացներ են ընթանում, սահմանազատումը, որը բավականին վիճահարույց, խնդրահարույց է, նույն ճանապարհների ապաշրջափակման հարցը, որոնք անընդհատ կարող է վեճերի նաև սադրանքների առիթ դարձնել Ադրբեջանը օգտագործել Հայաստանի դեմ։ Այսինքն դեռևս չլուծված հարցեր են բազմաթիվ։ Էրինե ջան, Շվեյցարիան ինչի է բանակ պահում։
Շվեյցարիան ինչ խնդրեմ ունի, չէ՞։ Ինչ խնդրեմ ունի, բայց բանակը պահում, բայց այս բաների համար են բանակ պահում, որտեղ բոլոր ստորագրած պայմանագրերը պետք է այդ պայմանագիրը սպասարկող երաշխիքներ ունենան։ Այդ երաշխիքը որտեղ է։ Չկա մի միջազգային ոստիկան, որ գնաս ոստիկան դիմես կամ միջազգային դատախազ ուն դիմես, ինքը կգա քո խախտված իրավունքը կվերականգնի։ Դա դրա համար է, որ այդ ստորագրությունները եթե խախտվեն, վերականգնես այդ քո խախտված իրավունքը ինչով, ուժով, ուրիշ ինչով։ Քո եւ քո դաշնակիցների, էսի կարևոր է, այսինքն դա միանձնյա չի, էլի, քո եւ քո դաշնակիցների ուժով։ Մենք հիմա ոչ մեր ուժի հետ կապված կարող ենք հանգիստ լինել, մեծ խնդիրներ ունենք, ոչ էլ դաշնակիցների աջակցության ու ուժի հետ կարանք մենք հանգիստ լինել։ Դրա համար այդ մտավախությունները, որ կան, այդ մտավախությունները միշտ էլ լինելու են։ Եթե որոշել ես պետություն ունենալ, ապա իմացի այդ խնդիրները միշտ լինելու են։ Դու պիտի սովորես այդ խնդիրներով ապրել, ապահովել, երաշխավորել այդ խնդիրների ծագման ժամանակ դրանց էֆեկտիվ լուծումը։ Իկես միջազգային հայցերից հրաժարում ինչ նոր խնդիրներ է Հայաստանի առաջ կանգնացնելու եւ ինչու որոշեցինք գնալ այդ քայլին, թեև ասում եմ փոխադարձաբար սկզբունքով է լինելու, որքանով Ադրբեջանը կպահի դա։ Նախ չորոշեցինք, բանակցել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը։ Իշխանությունը որոշեց։ Նույնիսկ Հայաստան-Ադրբեջան չեմ պատկերացնում սա որպես գործարք։ Սա Հայաստան իմ տեսանկյունից, սա նույնիսկ Հայաստան-Ադրբեջան գործարք չէ, սա Նիկոլ Փաշինյան-Ալիև։ Եվ հիմա առանձին այդ կետին անդրադառնանք եւ այստեղ փոխադարձության հարց, այստեղ փոխադարձության հարց չկա։ Եթե դու ընդունում ես, որ այստեղ փոխադարձության հարց կա, այն բոլոր քո հանդեպ եղած անմարտկային, հակամարտկային քայլերը, որոնք վայրագությունները, որ թույլ են տվել ուրեմն ադրբեջանական կողմից, դու ընդունում ես, որ տես մի բան էլ դու ես թույլ տվել Ադրբեջանի նկատմամբ, հա։ Ենթադրենք մեր մոտ քարոզ չականով մեզ շատ պուպուշ են ներկայացնում, դիցուկ։ Շատ պուպուշ են ներկայացնում, ընդեղ եղել է ինչ-որ խնդիրներ։ Ընդեղ ենթադրենք եղել է ինչ-որ խնդիրներ։ Լավ։ Արդյոք հավասարաչափ են դրանք։ Չէ, այս հավասարության չէ։ Ալիևը եթե այնտեղ մի բան ունենա, նա էլի զենքի զորով վնասը տալու է։ Նա չի գնալու միջազգային ատյաններին դիմ։ Ինչ է կարծում, Ալիևը դիմելու է միջազգային ատյաններին, ասի գիտեք ինչ, հայերը այսպես, հենա Արցախի նախկին առաջնորդներին հավաքել դատումա, չէ։ Ասի նա միջազգային ատյանին է դիմում։ Ասում է, «Սենց բան ա եղել», ինքն իր ձեռքով բռնել է դատումա։ Հիմա վաղը մի բանից դժգոհ լինի, ինքն իր զորքով այդ բիրտ ուժով իբրև թե իր պատկերացրած ճիշտը առաջ է տանելու, չէ՞։ Սենց, այսինքն ինքը միջազգային ատյաններին դիմողը չի։ Միջազգային ատյաններին դիմողը մենք ենք։ Հայաստանն է։ Որը հրաժարվում է դիմել։ Այդ կետից հրաժարվում ես, դա միակողմանի հրաժարվել է։ Հիմա դուք նշում եք, որ այն Հայաստանը, որ Փաշինյանը պատկերացնում է, դա ադրբեջանական Հայաստանն է։ Ինչ խնդիրներ եք դուք տեսնում, որովհետև Փաշինյանն ասում է, որ իրական Հայաստան գաղափարախոսությամբ ենք մենք գնալու ընտրությունների, եւ եթե ժողովուրդը քվեարկի Փաշինյանի օգտին, նշանակում է ինքը համաձայն է իրական Հայաստան գաղափարախոսությանը։ Դա է դուրս գալիս եւ ինքը ոչ թե անում է այն ինչ որ ինքն է ծրագրել կամ իր թիմը, այլ ժողովրդի պահանջն է իրականացրել։ Նախ դա գաղափարախոսություն չի։ Իրոք դա գաղափարախոսություն չի։ Գաղափարախոսությունը շատ ավելի համակարգված, լուրջ, բազմաբաղադրիչ, օրգանապես մի համակարգ է ամբողջական, էլի։ Դա ընդհանրապես մի հատ միտք է, որ վերցրել է Վանո Սիրադեղյանից իդեպ։ Դա ընդհանրապես մի միտք է, որ պատմականի հետևից եկեք չգնենք, հա, եկեք ինչ ունենք, դրանով սահմանափակվենք։ Եկեք դրա մասին մտածենք։ Ну, այն ինչ ունենք, եկեք դրա մասին մտածենք, վատ բան չի, իհարկե վատ բան չի։ Այն ինչ ունեցել ենք, դա հիշենք, դա հարգենք, դա էլ վատ բան չի։ Լավ բան է։ Հա, հիմա եկանք դա արդեն Ադրբեջանի հետ։ Ինքը ուրիշ բաներ է խոսում։ Ինքը ուրիշ բաներ է խոսում, որոնք հոգուտ Ադրբեջանի են։ Դա ավելի շուտ իրական Ադրբեջանի է։ Մասնավորապես որը, մասնավորապես հայրենիքն ու պետությունը նույնացնելը։ Հայրենիքն ու պետությունը ո՞նց է նույնը։ Ես հիմա կոպիտ ասեմ, ես ծնունդով ախալքալակցի եմ, ծնունդով։ Ես ապրել եմ սովետական Հայաստանում, հա, իմ հայրս Վեդիից է։ Ես ծնունդով ախալքալակից։ Իմ պապերը Ջավախքեցի Էրզրումից եկած։ Ու ես ճանապարհը որ ասեմ, հիմա կասես, այս մեր Գերդաստանի մորական կողմի հայրենիքը ո՞րն է։ Էրզրումն է, թե որ Էրզրումից եկան Ջավախ դարավ ռուսական կայսրությունը, հետո դի որ դարավ Կովկասյան կոնֆեդերացիա, դարավ կոնֆեդերացիա, մի մարդը կարա 5 հատ հայրենիք ունենա, կարա տենց բան լինի,
Եթե այս մեր տունն է, Էրզրումը թողեմ, մենակ Ջավախքով, այդ Ջավախն եղել է ռուսական կայսրության ազդեցության տակ, եղել է կոնֆեդերացիա, եղել է վրացական ՍՍՀ, եղել է հիմա էլ անկախ Վրաստանը, հա? Հիմա այս 4 պետություն, սրանք լրիվ տարբեր պետություններ են։ Ընդ շրջանայինը Թուրքիան եկեք կռվով անցել է այդ կողմերով, հետո հետա նահանջը։ Հիմա այս 4 պետությունից որն է այդ մի ընտանիքի, նույն ընտանիքի հայրենիքը, նույն տանը, նույն հողում, որն է 4 հայրենիք են, ոնց է հիմարությունը հասկանում ես պետությունն ու հայրենիքը նույնացնելը։ Պետությունը դրանք պետությունն է, հայրենիքը դա մինչև պետությունների առաջանալն է, դա հայրականա հայրենիի նկատմամբ հարգանքն ու կապի զգացումն է, էլի կապն է, սերն է։ Հիմա ժողովրդին ընկալելի է այս գաղափարախոսությունը։ Ես չգիտեմ ժողովրդին ընկալելի է, թե չէ, դա ամբողջ ազգին նույնիսկ սա ընկալելի լինի, ինձ համար ընկալելի չի։ Եվ սենց հայրենիք պետություն նույնացնել։ Հիմա Ղարաբաղցու հայրենիքը ո՞րն է։ Ո՞րն է Ղարաբաղցու հայրենիքը։ Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, ո՞րն է։ Հիմա թող ինքը այդ հարցին ասի։ Կամ չգիտեմ, Կիրովաբադի ջարդերը վերապրած հայի հայրենիքը ո՞րն է։ Ո՞րն է։ Քաղաքացիությունն ու բանը նույնացնում ես, այ ընկեր, տես չի էլի։ Ինչի է դա արվում, ինչ նպատակ ունի, կան ծածուկ։ Ուշադիր, ստե կարևորը ո՞րն է, որ հայրենիքը ուշադիր։ Դա հայրենիի հորականի նկատմամբ ունեցած կապն անցյալի հորականի, այսինքն եթե հայրը մարդը ինքն իրանով հայրենիք չի որոշում։ Նա իր հոր հայրականի, պապականի միջոցով է դա որոշվում։ Այնինքն դա ոնց կարելի է պետության հետ նույնացնել, ես չեմ հասկանում, էլի։ Ինչի, որ իրական Ադրբեջան քարոզ ես։ Դա իրական Ադրբեջանի քարոզ է։ Հայերի գլխին փաթաթած։ Դա խոսույթ է, որը Ալիևին հաճոյանալու, դուր գալու, բայց իբրև թե փրկում է Հայաստանը։ Հա ինքեր կարելի է այդ մարդկանց հետ մի քիչ ուրիշ ձև խոսալ։ Հասկացանք, հա պատերազմը պարտվել ենք, եւ հա հետո հասկացանք։ Իրանք էլ էին պարտվել, այտենց է պահե իրանց։ Եվ հիմա այս քարոզչությունը, որ արվում է, որպեսզի ընդառաջ այս ավելի ճիշտ Ադրբեջանի եւ Թուրքիան, որպեսզի հարաբերությունները կարգավորվի, որքանով է ազդում առհասարակ այս ամեն ինչը իրենց վրա, որովհետեւ գաղափարախոսական լուրջ, այսպես դասընթացներ է Փաշինյանը իրականացնում, եւ ասում է սոցիալ հոգեբանությունը պետք է ժողովրդի փոխեն։ Դե այդ ընթացքի մեջ է ասում են։ Դուք տեսնում եք։ Ընթացքի մեջ արնումա չի կարգավորվում։ Իսկ կարող է դա չանել էլի ընթացքի մեջ լիներ։ Հիմա կարող է ես փորձեմ էլի նույն Ադրբեջանի հետ կամ Էրդողանի հետ, Թուրքիայի հետ, էլի շարունակենք ոչ էս ամեն ինչով։ Լրիվ։ Բայց նրանց պահանջը դա է, որ ցեղասպանությունը կարող է էլի ընթացքի մեջ լինի։ Նրանց պահանջը ո՞րն է, ցեղասպանությունից, պատմության մեջ այդ փաստը այլևս արկա է։ Այդքան պետություն կարող է Հայաստանի բանը թելադրանքով են այդ մարդիկ ընդունել։ Այդքան պետություն ճանաչել է, չէ՞։ Ճանաչել է, այդտեղ խո մենք չենք գնացել իրանց փոխարեն կվյարկել։ Դե հա, բայց իրենք պահանջում են այս ամենը եւ դա պետք է իրականացնել։ Նույնիսկ համադրությունից անկախության հռչակագիրը հանել։ Անկախության հռչակագրի հարցը դի մի քիչ ուրիշ է։ Էդի ուրիշ է։ Դե իրենց պահանջների մի մասն է։ Այդ հարցը ուրիշ է։ Դու էլ հիմա քո պետք է պահանջ ներկայացնես, ասես ով որ քո տարածքների, պետականորեն քո իշխանության տակ գտնվող տարածքների հետ կապված բան, դու էլ նույն բանը կաներ։ Նույն բանն ես անելու։ Այնպես չի որ մենք ուրիշ բան կանեինք, ասում եք էսքի են իրանք սենց անում։ Այդ նույն բանը մենք էլ կանենք։ Բայց իրենց համանդրության մեջ էլ պահանջներ կա Հայաստանի հանդեպ։ Հասկանալի է, տեսեք, նայեք, ոնց ասեմ։ Հիմա որ պարտված ենք, մենք չենք կարող պահանջներ կասնենք, որ իրենք էլ ուրեմն փոխեն համանդրություն։ Ինձ համար մեկ է այդ ինչա գրած։ Անկեղծ ինձ համար մեկ է։ Ինձ համար մեկ անդե իրանց ինչա գրած։ Ես զարմանում որ ինձ համար մեկ չի ստե ինչա գրած։ Լուրջ։ Ինչա գրած։ Ես մեկ է ուղղակի անընդհատ ճնշելու, ստորացնելու, այո, այսինքն դա առիթ է, դա պատրվակ է, դա պատրվակ է, դա պատճառ չի։ Դա պատրվակ է։ Ինքս մեր անկախության հռչակագրի հետ կապված բազմաթիվ պրետենզիաներ ունեմ եւ բազմաթիվ անգամ դա ներկայացրել եմ։ Հələ Ալիև, Փաշինյան sense խոսակցություն չկար։ Ես ասում եմ ոնց կարա նոր անկախ պետությունը, նոր ձևավորվող պետությունը մի փաստաթղթի մեջ իրեք ձգտում փաստաթղթավորի ցեղասպանության հարց, Արցախի հարց եւ անկախ լինելու հարց։ Այն դեպքում, երբ որ անկախ լինելը դինելու է Սովետ միությունից, իսկ Ռուսաստանից ես ուզում անկախանաս։ Բայց Ռուսաստանից անկախանալով Ղարաբաղի հարցը դա Ռուսաստանով կարգավորվող հարց էր։ Թուրքիայի հետ արճակատումը, նատոյական Թուրքիայի հետ արճակատումն էլ էլի դու Ռուսաստանով համ նրանից անկախանում ես, համ նրան ասում ես արինձի պաշտպանի, համ հայոյում ես
երկու կողմից գտնվող հարևան պետության, համ երրորդ պետության ում նույնպես հայհոյում ես, անկախանում ես իրանց։ Ասում ես գնա, ես չեմ ուզում քո հետ մի պետության մեջ լինեմ, ասել ես գարի ինձի փրկի, այդ ո՞նց էիր դու դա անելու։ Այսինքն ես այդտեղ լուրջ խնդիր եմ տնում։ Երկրորդ, անկախության հռչակագրում որպես փաստաթուղթ, դու ոչ թե քո արտաքին ին պատկերացումն ասեմ, ոչ թե քո արտաքին խորը ցանկություններն ես հռչակում, դու քո ներքին ապրելու կարգն ես հռչակում։ Մեր մոտ ներքին ապրելու կարգի մասին ըստ էության հոդաբաշխ գրանցում չկա, բայց մեծ ճոռոմ արտաքին քաղաքականության մասին է հռչակած։ Այնինքն մարդիկ իրենց արտաքին քաղաքականությունը նույնիսկ գաղտնի են պահում։ Դուք էդի հռչակում եք, հասկանում եք, թարս տեղից ենք սկսել։ Փոխանակ անկախության հռչակագիրը, հռչակի քո ներքին կարգը, ներքին արժե համակարգը, ներքին, արտաքին էլ ցեղասպանություն էիր ուզում ճանաչել տայր։ Գնայր անեիր։ Արցախի հարց ունեիր, աներն չես գրել է։ Այդտե գրել ես, որ ինչ անես։ Այդտե մենակ պետք է գրես, որ դու անկախանում ես, ու գրես գոնե ումից։ Մեր անկախության հռչակագրում գրած չի ումից ես անկախանում։ Իմ պրետենզիաները այդ ցուցակ կարամ ներկայացնեմ։ Ցուցակի մեջ մի կետն էլ դա է, այ ընկեր, եթե դա իրոք անկախության հռչակագիր է, ինչի՞ չես գրել ումից ես անկախանում։ Ընդ գրած չի այդ, բացի մենք անկախանում ենք ումից։ Այսինքն դուխը չէր հերիքում, ասես Ռուսաստանից կամ Սովետական միությունից, դուխը չէր հերիքում, բայց հերիքում էր, որ դու ասես ես անկախանում եմ։ Այսքան մի քանի կետով ուզում ասեմ, այդ ինձ էլ դուր չի գալի, բայց հիմա հարց, լավ գրած է, ինչ։ Գրած մեր համանդրության մեջ է շատ խելոք լավ բաներ է գրած, բայց ինչ։ Հենց հիմա տեղական ինքնակառավարման մարմինների ավտոնոմիան միջամտվում է վարչապետի կողմից։ Սահմանադրության մեջ դա դեմ է։ Հենց այս վերջին ամիսներին դատական իշխանություններին միջամտեց բանը Կարեն Անդրեասյանին SMS-ով ազատեց աշխատանքից։ Դա հակասահմանադրական էր։ Հովիկ Աղազարյանի նկատմամբ հետապնդումն է, դա հակասահմանադրական է։ Այնքան հակասահմանադրական բան է արվում է ամեն ինչը կարծում եք։ Էլի ընտրություններից ես կուզենամ այդ գրածը արել ես, եկեր հասցրել պրեամբուլան, որի մեջ հղում կա բանին։ Մի խոսքով, բայց նրանց պատրվակ պատճառը պետք բերել են այդ պատրվակը, կներեք ոչ թե պատճառ, պատրվակը առիթը օգտագործում են բզբզելու համար ոչ կառուցողական վարքագիծ դեստրուկտիվ վարքագիծ դրսևորելու համար։ Հիմա իշխանության կողմից այս խստացումները, որոնք արվում են, ինչի մասին քիչ առաջ հիշատակեցիք, նախ թիմում մասնավորապես Գյումրիի ընտրություններին Փաշինյանի ներգրավվածության, քաղաքական ելույթի մասին, նախկինների ներկաներին հիշելու եւ այլն, բացի այդ թիմակցի նկատմամբ ճնշումներ, Տարոն Մարգարյանի նկատմամբ ճնշումներ եւ այլն, այսինքն որ պետք է անձեռնմխելիությունից զրկի դատախազը գա։ Ինչի համար է այս ամենը արվում, էլի ընտրություններից առաջ արվող քայլեր են, թե ինչ նպատակով։ Ուղիղ չեմ կապի դա ընտրությունների հետ, բայց Հովիկ Աղազարյանը շատ է խոսում, իդեպ լսեք իր հարցազրույցները, շատ հետաքրքիր գաղտնիքներ է բացում, գաղտնիք մեզ համար գաղտնիք չի, բայց որ արդեն ինքը փաստարկված է դա ներկայացնում, դա հետաքրքիր է ահագին, լսեք, շատ է խոսում եւ ինձ թվում է իր բերանը պետք է փակեն։ Դրա համար իրանց պետք է կալանավորեն, որ ինքը որոշ շրջան չխոսա, որտեվ ինչքան շատ խոսա, այնքան շատ է իրենց հեղինակությանը, այսպես ասած, վրա ազդելու, բացահայտելու իրենց խայտարակ ներքինն ու արտաքինը, ինչքան շատ խոսա։ Բացի այդ Հովիկ Աղազարյանը լինելով, եթե ոչքան գիտեմ, մաթեմատիկա ինքը էլի, լինելով ճշգրիտ գիտությունների տրամաբանող մտածելակերպ ունեցող մարդ, բավականին այդ լավ է կառուցում իր միտքը, երբ որ ներկայացնում է, թե ինչ խայտարակ վիճակում են եւ ովքեր ինչեր են թույլ տվել իրենց եւ շարունակում թույլ տալ։ Այդ առումով կարող է խանգարի Տարոն Մարգարյանի մեղադրանքները կցում են Վարյանի չլինի հատուկ հետապնդում Հովիկ Աղազարյանին, տեսեք Տարոն Մարգարյանի եւ այս մեկին ինչ ասեմ, շինծու էլի վերևից վարչապետի կողմից պատվիրված, հրահանգված process գործընթաց։ Իսկ Գյումրիում ինչ է սպասվում, կարծում եք, կարճ եթե կարող ասեմ, գյումրեցիները, տեսնենք գյումրեցիները ավելի շատ այդպես չեզոք են նայում, լուրջ, որքան ես եմ հասցրել ծանոթանալ, առանձնակի ողջևորված չեն այդ ընտրություններով, տեխնացուներով առանձնակի ողջևորված չեն, որքանով որ ես եմ հասցրել ծանոթանալ, բայց տեսնենք հուսամ ժամանակ կա ողջևորվելու եւ ամեն դեպքում իրենք այսպես թե այնպես կմասնակցեն եւ իրենց խոսքը կասեն, որովհետեւ չգիտեմ, ավարտել Սարիկ Մինասյանը կարող է հաղթել շանսեր ունի, էականը դա չի, էական չի ով է հաղթելու։ ԿՊ-ն, դա իրանց տեղական ինքնակառավարման խնդիրն է, թող իրենք գյումրեցիներով լուծեն, բայց կարևոր է մասնակցայնությունը, ժողովուրդ կամ դուք եք զբաղվում քաղաքականությամբ կամ քաղաքականությունն է զբաղվում ձեզնով, կամ դուք գնում եք ինչ որ մեկին քվեարկում եք, թող որ դա լինի չարյաց փոքրագույնը։
բայց ինչ որ մեկին կամ դուք քվեարկում եք, մասնակցայնություն եք ապահովում, եւ ցույց եք տալի, որ դուք ձեր ճակատագրին տեր եք։ Վաղը այդ մարդիկ գալու են, որոշելու են ձեր փոխարեն, որոշում են կայացնելու։ Ձեզ էլ գալու են ասեն մենք ավականիով որոշել ենք, դուք էլ պետք է անեք։ Դու էլ չես կարող ասես չպիտի ենեմ։ Ոստիկանը գալու է ասելու է պետք է ենես։ Մասնակցությունը կարևոր է։ Մասնակցությունը ազգովի պիտի մասնակցեն քաղաքականության, մինիմալ մասնակցությունը։ Դա ընտրատեղամասում պտիշկա դնելն է, քաղաքական հասունություն ձեռք բերելն է, մաքսիմում արդեն որոշումների կայացմանը մասնակցել, լոկալ փոքր հանրակրվեներ, համապետական հանրակրվեներ, համապետական հանրապետական մասշտաբի ընտրություններ եւ սեփական ուրեմն ներկայացուցիչների պատվիրակում ուղեգրում դեպի ազգային ժողով կամ այլ պոստեր, որոնք հուսամ առաջիկայում ի հայտ կգան։ Կարծում եք որոշիչ կլինի ընտրություններում Չի կարող որոշիչ։ Ես մի կոնկրետ բան ասեմ, տեսեք, հաշվարկել էին, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը հարցվածներից շարքում 11% էր։ ԿՊ-ի ռեյտինգը 11% էր։ Հիմա չգիտեմ ինչքան է։ 11% էր։ Եթե քաղաքապետի ընտրությունների պես ընտրողների 70%-ը չմասնակցեին ընտրության, հա, 2/3-ը չմասնակցեին ընտրության։ Այդ 11%-ը ինստինկտյան աճում դառնում է 30 քանի տոկոս արդեն։ Այսինքն դուք ձեր չմասնակցելով, այլ մարդկանց չընտրելով, դուք հնարավորություն եք տալիս, որ նրանց այդ չնչին տոկոսները դառնան որոշիչ։ Ու տեսեք քաղաքապետ Երևան քաղաքի օրինակով բերեմ։ Երևանցիները 70%-ով չմասնակցեցին ընտրության։ Այսինքն, եկեք ցած կոպիտ հաշվենք, էլի։ Ենթադրենք ինչքան ընտրող կար, մի 600,000, հա։ Ենթադրենք մի 600,000 ընտրող կար, հա, ու որից 450,000-ը չմասնակցեցին։ 250,000-ի մեջ, 250,000-ի մեջ, ենթադրենք, չգիտեմ, նրանք հավաքել էին 100,000 ձայն։ Այդ Նիկոլենք, ենթադրենք։ Այդ 100,000-ը դառավ որոշիչ։ Այդ 100,000-ը 1 միլիոնի համար, 600,000-ի համար դարձավ տեխնացու որոշող։ Այն դեպքում, երբ որ այն 400,000-ը կամ չգիտեմ 450,000-ը մասնակցեին, 2/3-ը մասնակցեին։ Այդպես չէր լինելու։ Այդ 100,000-ի ձայները լղոզեին կգնար, կքշեին, կսրբեին կգնար։ Մասնակցեք ընտրություններին։ Մի թողեք այդ փոքրամասնությունը ձեր միջի ծանոթ բարեկամ, որտեվ ինչքան նորմալ մարդ կա ասում անդեր ես ում այդ համ ընտրեմ, նստում ա տանը, այն 10-ով շիկներ բան չէ, սենց կամ գնում իրանց հարազատին իրանց ուզածին են բրդում առաջ։ Վեր կացեք գնացեք ընտրության մասնակցեք։ Դուք պետք է մասնակցեք քաղաքականությամբ։ Կամ ուրեմն մեր երկրում պետք է լինի մի դիկտատոր, որը ավտորիտար ռեժիմով կկառավարի, ամեն մեկի կասիով որտեղ նստի, ինչով զբաղվի։ Կամ ժողովուրդը պետք է իր քաղաքականությունը ճակատագրի։ Վեր կացեք մասնակցեք, լավից վատից սովորեք վեր կենալ մասնակցել։ Ոչինչ, թող ընտրես 2 շաբաթից փոշմանես։ Բայց գնա ու մեկին ընտրի, չարյաց փոքրագույնը ընտրի, մի նստի տունը, ու սա վերաբերում է ամբողջ հայ ժողովրդին, հայաստանցիներին։ Մենք պետք է մասնակցենք քաղաքականությամբ, թե չէ մի պուճուր համակիրներ, 10-ով շիկներ, հավաքվում գնում իրանց հարազատին, ընտրություններին մասնակցելով, դարձնում են բան, պաշտոնյա, հետո 5 տարի այդ պաշտոնյան քարը աղում գլխներից։ Տես չի կարելի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս հասարակական գործիչ Բժիշկ Հայկ Մանասյանն էր, շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։